Եթե դու ծնվել ես Կարմիր գյուղում եւ աղջիկս պետք է զբաղվես տնային գործերով կամ գյուղատնտեսությամբ, դա մեր գյուղի չգրված օրենքներից է։ Մեր գյուղում դեռ 5 կարծրատիպ կա, որ աղջիկների մասնագիտությունները ավելի սահմանափակ են, քան տղաներինը։ Եթե աղջիկը ցանկանում է դառնալ իրավաբան, հրշեջ կամ ոստիկան, դա արդեն մեծ խնդիր է։ Օրինակ, ես երազում եմ դառնալ իրավաբան։ Շատերը իմանալով այդ մասին ծիծաղում են, ասելով, որ դա այդքան էլ աղջկա մասնագիտություն չէ։ Մնացածը պնդում են, որ կկենտրոնանամ կարիերայի վրա, ընտանիքս կտուժի, կամ առհասարակ ընտանիք չեմ էլ կազմում։ Իսկ 1 կամ 2% ասում են, որ ուղղակի հիանալի գաղափար է։ Բայց իսկ տոկոսները չեն հետաքրքրում։ Ես չեմ ուզում սահմանափակվել ուրիշի կառուցած պատերով։ Իմ ապագան իմ ձեռքերում է։ Հենց այս շենքի լսարաններից մեկում ես իսկ պատկերացնում եմ տարիներ անց։ Ես կսովորեմ եւ կդառնամ լավ իրավաբան, կմասնագիտանամ մարդու իրավունքների պաշտպանության մեջ։ Սովորել ընտանեկան իրավունք, մտածելով մեր հարևանի մասին, ում տանը ծեծում են։ Սովորել աշխատանքային իրավունք, մտածելով այն կանանց մասին, ում չընդունեցին աշխատանքի, պատճառաբանելով, որ կին է, եւ ընդհանրապես բոլոր այն աղջիկների, ում որ ասել են, դա քո գործը չէ։ Ես գիտեմ, որ հեշտ չի լինելու, բայց ես չեմ վախենում։ Ես պատրաստ եմ օր ու գիշեր սովորել օրենքի ամեն մի տառը, որպեսզի լսելի դարձնեմ իմ ձայնը։ Գուցե տարիներ անց մեր գյուղը ինձ չի հիշի, բայց եթե մի աղջիկ տեսնի, որ հասա ես իմ նպատակին եւ մտածի, որ նա էլ կարող է հասնել, դա արդեն բավական է։ Իսկ դու ի՞նչ չգրված օրենքներ ես ուզում ջնջել, գրիր մեկնաբանություններում։